Սրտանց շնորհակալ ենք Տիրոջը նրա մեր նկատմամբ ցուցաբերած բարության, սիրո, հատուկ վերաբերմունքի, շնորհքի համար։ Իսկապես յուրաքանչյուր մեկս կարող ենք ասել, ինչ որ ենք Տիրոջ շնորհքով ենք։ Որովհետև այսօր երկրպագության օր է, այն էլ Սամարայում, ես էլ Սուրբ գրքի Սամարիայում հնչած մի խոսքը մեջ բերելով երկրպագության վերաբերյալ ասեմ Հիսուսի խոսքերից, ասում էր. մենք երկրպագում ենք նրան, ում գիտենք, դուք երկրպագում եք նրան, ում չգիտեք, հիշում եք այդ խոսքերը, որ ասաց Սամարացի կնոջ։ Ուզում եմ այսօր ասել, մենք երկրպագում ենք նրան, ում գիտենք, հակիրճ, բայց ասեմ, իհարկե կան մարդիկ, որոնք երկրպագում են ու չգիտեն նրան, ու չեն ճանաչում նրան, բայց այստեղ լինողներից շատ-շատերը ճանաչում են նրան եւ դրա համար էլ երկրպագում են։ Ու երկրպագում են բոլորովին մեկ այլ կերպ։ Մի օր Հոբը երկրպագում էր եւ երկրպագում էր նրան, ով իրեն տարիներ շարունակ օրհնել էր տուն ու տեղով, որդիներով, ունեցվածքով, հարստությունով, հեղինակությունով, համբավով եւ մի օրում այդ ամենը տարել իրենից։ Եվ նա խոնարհված ասում էր. օրհնյալ լինի Տիրոջ անունը։ Նա ով տվեց եւ ով տարավ, ինքը գիտեր ում է երկրպագում։ Եվ սա բոլորովին ուրիշ կարգի երկրպագություն էր։ Ինչպես Ահրատ եղբայրը քիչ առաջ վկայեց Բեթլեհեմացի այն կնոջ մասին, Նոեմիի մասին, ինքը որ վերադառնում էր նրան երկրպագելու, որն իրեն տվել էր ամուսին, տվել էր որդիներ, տվել էր տուն ու տեղ, կյանք, առողջություն, բայց ինչ որ մի անհասկանալի պահի ինքը կորցրել էր թե ամուսնուն, թե որդիներին եւ դառնացած, տկարացած, բայց վերադառնում էր երկրպագելու նրան, ում գիտեր։ Մենք երկրպագում ենք նրան, որին ճանաչում ենք։ Փիլիպպեի բանտում կես գիշերին երկու հոգի երկրպագում էին նրան, որի կամքով եկել էին Փիլիպպե, իրենք ուրիշ տեղ էին ուզում գնալ, բայց ճանապարհներ իրենց բերեցին Մակեդոնիա, Փիլիպպե, բերեցին եւ ինչ, իրենց արդյոք ընդունեցին, արդյոք տեղ տվեցին, ինչ տեղի ունեցավ, Աստված որևէ կերպ կարծես չմիջամտեց, մինչև իսկ իրանց ծեծեցին, ամենադժվար վիճակներով բերեցին ու բանտ գցեցին, եւ ով գիտեր ինչ կլիներ այդտեղից։ Պատմությունը մեզ հիշում է, որ հենց գործառաքելոցի սկզբում բանտ գցեցին ոմանց, մեկին սպանեցին եւ մեկը գիշերով դուրս եկավ։ Եվ ով գիտեր քեզ որն է սպասվում, Հակոբոսի վախճանը, թե Պետրոսի տարբերակը։ Բայց երկրպագում էին նրան, որին ճանաչում էին։ Նոր Կտակարանը մեզ ասում է, որ երբ մանուկ Հիսուսին բերեցին տաճար, այնտեղ մի կին կար։ Աստծո խոսքը մեզ ասում է, որ ինքը գիշեր ու ցերեկ աղոթքի, աղաչանքի, Աստծուն ծառայելու գործի մեջ էր։ Եվ ինքը գիտեր ում է երկրպագում։
Ասում է, որ ամուսնացել էր 7 տարի, չգիտեմ որ տարիքից թաշվենք, ընդհանրենք, որ 30-ում կորցրել էր ամուսնուն, 84-ամյա։ Տրամաբանությունը հարց է տալիս, 50 տարի մեկը չկա, որ ինձ տեր կանգնի։ Իմ միակ ապաստանը եկեղեցին է, Աստծո տունը։ Միայնակ որբևայրի խեղճ Աստծո տանը ապրելու հույսով։ Ինքը մարդկանց համար աղոթում էր։ Մեկը ընդհանրենք մեկին մոտեներ ասել, ուզում եմ ձեզ համար աղոթել, մարդիկ կարող էին ասել, աղոթող ես, քեզ համար աղոթի էլի։ Դու ինչ ունես, որ տասում ես։ Բայց այս կինը գիտեր, ում է երկրպագում։ Դավիթն էլ էր երկրպագում։ Եվ երկրպագության մեջ 1000 մտքեր սուրում էին, անցնում էին, եւ պատասխան չկար։ 1000 հատ ինչու կար։ Անբակումն էլ էր ճիշտ այդ կերպով, թեկուզ այսքան բաներ չկան, տարան, պատասխան չկա, բայց ես պիտի իմ Աստծուն։ Ինչպես եղբայրները ասեցին, քանի դեռ շունչ կա իմ բերանում, ես գիտեմ, ում ինչու երկրպագում եմ։ Օրհնյալ լինի Տիրոջ անունը։ Երբ Դավիթին օրինակ բերեցի եւ ամբողջ կյանքը հալածական, փախստական, ուր գնար, երկին կարող էր նայելու ասել, մինչև երբ ով Տեր, մինչև երբ, ինչ կա, որ ես չեմ արել, եւ ինչի համար, հանուն ինչի, ինչ պատճառով այսօրին։ Բայց այս նույն Դավիթը կարող էր ասել, նա ով ինձ հալածողն է հիմա, ինչեր ունեմ ես նրա շնորհիվ։ Սավուղ Իսրայելի թագավոր հալածում է, ուր գնացի նրանից պրծում չկա, բայց մյուս կողմից մի հատ էլ հարստամել ինձ։ Ես ինչ որ ունեմ, Սավուղը այդ հարցում դերակատարություն ունի, թե չէ։ Եվ լիքը բաներ կար, որ կարող էր հիշել։ Ինձ մարդատեղ տնող չկար անգամ մեր տանը։ Ես որ պատերազմի դաշտ իջա, մերոնք ինձ, իմ եղբայրները ինձ, ինչ վերաբերմունք ցույց տվեցին, բայց այդ Սավուղն էր, որ ինձ հավատաց, որ ինձ ընդունեց, որ ինձ վստահեց։ Եթե Սավուղ ինձ վստահած չլներ, ես տեղացնողը չէի։ Ում շնորհիվ ես ամուսնացա։ Ինչպես հաջողություններ ունեցա, ինչպես զորապետ դարձա, ինչպես Տերը բազմաթիվ գործերի մեջ հեղինակություն ու համբավ տվեց։ Ում շնորհիվ, եթե ոչ Սավուղի։ Եվ ամենակարևոր պահը, անգամ տարիներ անց, երբ Աստծո ժողովրդին Տիրոջ երկրում այդ 3 տարի շարունակ սով էր, եւ ինքը հարցրեց, ինչու, որ մեղքի համար, եւ պատասխանը եկավ, թե Սավուղի կատարածի պատճառով է դա, բայց Դավիթ հասկացավ ինքը բան ունի անելու։ Ես Սավուղին պարտք եմ։ Սավուղն ինչ որ ինձ արել է, դա իր եւ Աստծո գործն է, բայց ես Սավուղին պարտական եմ։ Ես պարտավոր եմ իրան հարգել։ Եվ ինքը գնաց, հիշում եք, այդ ոսկորները վերցրեց, տարավ համապատասխան տեղում դրվեց, եւ երբ աղոթեց, Տերը երկրի համար եղած աղոթքը ընդունեց։ Ես գիտեմ ում եմ։ Ամեն։
Թույլ տվեք այսօր յուրաքանչյուրիս 103-րդ Սաղմոսի այդ հայտնի խոսքերը ասելով օրհնիր Տիրոջը, ով իմանց, եւ մի մոռացիր նրա բոլոր բարերարությունները, որ ներում է քո բոլոր մեղքերը։ Այստեղից փոքրիկ տեղեկություն, այստեղ նստածներից յուրաքանչյուրը մի տեղ կա, որ Տիրոջը ասում է, որ ներում է իմ բոլոր մեղքերը։ Ես մեղք ունեմ, որ բժշկում է իմ ամեն ցավերը, ես ցավեր ունեմ, որ փրկում է իմ կյանքը ապականությունից, որ տեղեր կա, որտեղից ես փրկվելու կարիք ունեմ։ Եվ այսօր ինչ եմ ձեզնից խնդրում։ Տա Աստված, որ քո ծառայության մեջ առաջ գնաս, ավելի բարձրանաս ու Տիրոջը ավելի մոտենաս, եւ Տերը քեզ իր փառքի աստիճաններով վեր բարձրացնի։ Բայց քահանայապետը, որ ամենաբարձրն էր, Ահարոնը, որ Տիրոջ առաջ էր գնում, ինքը գիտեր ում է երկրպագում։ Երկրպագում է նրան, ով իրեն տվել էր 4 որդի, ով իրեն կանչել էր խորանի ծառայության մեջ, ով իրեն օրհնել էր ու այդ փառավոր հանդերձները հագցրել էր, ով իրենից խորանի ծառայության ժամանակ խլել էր այն երկուսի կյանքը, ինչպես աղաջան եղբայրը կարդաց, եւ թույլ էր տվել, որ այն երկուսը մնան։ Եվ Սուրբ Գիրքը մեզ ասում է, երբ որ քահանայապետը մոտենում էր Տիրոջը, ինքը խոստովանելու բան ուներ, ինչպես իր, այնպես էլ իր ժողովրդի մեղքերի համար։ Ինչ ունես Տիրոջը ասելու, եթե դժվար չի, կանգնեմ Տիրոջ առաջ։ Ինչ եմ ուզում խնդրել, ինչ եմ ուզում առաջարկել, ինչ եմ ուզում այստեղ գտնվող յուրաքանչյուրին խնդրելով, պաղատելով։ Գիտես ում ես հավատացել։ Գիտես ինչ ունես իրան ասելու։ Ամենամոտ տեղում խոստովանելու բան կա քեզնից եւ քո ժողովրդից, քեզնից եւ քո տնից, քեզնից եւ քո ծառայությունից։ Այսօր երկրպագության օր է։ Գիտենք ում ենք հավատացել եւ ում ենք երկրպագում եւ ում ինչ ունենք ասելու։